Բողբոջները բացվել են, արևն արդեն տաքացնում է, ծառերը սկսում են ծաղկել, բայց գարնանը բնորոշ անձրև ամպրոպների հետ մարտի վերջին այս շաբաթվա ընթացքում ջերմաստիճանը 4-ից 6 աստիճանով կնվազի, կանխատեսել են օդերևութաբաններն ու հավաքվել մասնագիտական տոնը նշելու։ Հայտարարեցին տարվա կարգախոսն է, դիտարկելով այսօր պաշտպանում ենք վաղը։ Ցրտահարություն, քամիներ, հեղեղում կլինի, թե ոչ, այգի մշակող գյուղացուց մինչև ավիացիա, առողջապահական համակարգ ու տնտեսություն ձեր ամենօրյա աշխատանքին են սպասում։ Շնորհավորանքների շարքը բացեց շրջակա միջավայրի նախարարը։ Օդերևութաբանները ժամանակին կանխատեսում են եղանակային վտանգները, նպաստելով մարդկանց անվտանգությանն ու տնտեսության կայունությանը, ջրաբանները կարևոր դեր ունեն ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման գործում, նախազգուշացնելով հնարավոր ռիսկերի մասին, անտառագետները պահպանում եւ վերականգնում են մեր անտառային էկոհամակարգերը, նպաստելով կենսաբազմազանության պահպանությանը եւ կլիմայի կարգավորմանը։ Եղանակն ավելի ստույգ կանխատեսելու համար անցած տարի Սևանում նոր կայան է մոնտաժվել, 2 սարքավորում էլ Մայրաքաղաքում է վերջերս տեղադրվել։ Համակարգի տեխնիկական վերազինումների մասին զեկուցեց Հիդրոմետի ղեկավարը, ասաց կլիմայի գլոբալ տաքացումը նաև Հայաստանի համար է լուրջ մարտահրավեր դառնում։ Համաձայն համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության տվյալների 2025 թվականը համարվեց երրորդ ամենատաք տարին սկսած 1850 թվականից։ Հայաստանը նույնպես բացառություն չէ։ Մեր երկրում վերջին տասնամյակներին դիտված ջերմաստիճանի բարձրացման տեմպերը գերազանցում են համաշխարհային միջին ցուցանիշները, իսկ կլիմայական անոմալիաները դարձել են ավելի հաճախակի։ Իդեպ մարտը միջազգային տոնացույցում ամենականաչ ամիսներից է, եռյակը մարտի 21-ին բացում է անտառների համաշխարհային օրը, 22-ը ջրի, 23-ը օդերևութաբանության օրն է, 30-ն էլ առանց թափոնների միջազգային օրն է, դահլիճին հիշեցրեց նախարար Մաթևոսյանը։ Բոլոր ծառայությունների միասնական աշխատանքի միջոցով է միայն հնարավոր պաշտպանել մեր բնությունը, անտառները, գետերն ու լճերը, հարուստ կենսաբազմազանությունը։ Հայաստանը որպես լեռնային եւ կլիմայական բազմազանություն ունեցող երկիր հատկապես զգայուն է կլիմայի փոփոխության ազդեցությունների նկատմամբ։ Երաշները, ջերմային ալիքները, ջրեղները, սելավները եւ անտառային հրդեհները այն հիմնական ռիսկերն են, որոնց դիմակայումը հնարավոր է միայն համակարգված եւ մասնագիտական աշխատանքի շնորհիվ։ Ծայրը հեղտակ ու 4 նոյեմբեր ունեցանք նախորդ տարի արձանագրեցին օդերևութաբանները։ Հեռակա շնորհավորանքներ դսեցին համաշխարհային կազմակերպությունից, տեսաֆիլմ դիտեցին գործի զարգացման տենդենսների մասին, պարգևատրեցին աշխատակիցներին ու թեմատիկ մրցույթում հաղթած երեխաներին։ Օրվա մաղթանքին Հիդրոմետի տնօրենը մասնագիտական ձևակերպում տվեց։ Թող քամիները բարեհաճ լինեն, ամպերն ընթերցվող։ Հերմինե Բաղդասարյան, Էդգար Դավթյան, լուրեր։